Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Միշտ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կխնդրեմ ձեզ ուղարկեք ձեր անձնագրի նկարը, դրեք նկարի էջի, երկու էջի իրար հետ սեղանի վրա տափակ դրեք, ձեռ վրա մի դրեք։ Նկարեք, ուղարկեք ինձ, եթե ունեք գրանցման էջը։ Կամ կարող եք ուղարկել ձեր ID քարտը երկու կողմից նկարեք, ուղարկեք ցանկացած սոցկայքով ինձ ուղարկեք։ Շնորհակալություն բոլորիդ, ովքեր ամեն օր ավելանում են մեր շարքերում, շնորհակալություն բոլորիդ, ովքեր նայում են իմ հաղորդումները, ուրեմն մտածում են ազգի մասին, գիտեն, որ ազգի համար բավական կարևոր գործեր կան։ Այսօր ես Հայաստանից մի քիչ շատ տեղեկատվություն, ինչի, որովհետև ինչքան երկիրը բարդակա լինում, այնքան ավելի շատանում են Հայաստանի տականքները։ Սկսենք ամենաառաջինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, որը Նիկոլ Փաշինյանի ոտների արանքի եղած չեղածնա, ու ինքը հայ ազգի համար մեկ թշնամիների մեջ է մտնում։ Բացատրեմ ինչի, քանի որ ես կապ ունեմ ծանոթներ, որոնք ֆուտբոլի ունեն ֆուտբոլային ակումբներ աշխարհի տարբեր երկրներում եւ աշխատում են, ունեն սեփական ակումբներ կամ դիլերներ են աշխատում են, այդ մարդիկ բոլորը միանշանակ դժգոհում են այս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նշանակած Նիկոլային ապրանքից, որը զբաղված է զուտ խաղեր ծախելով։ Եվ հատուկ այնպես անում, որ Հայաստանի հավաքականը պարտվի կամ խաղերը Վիվառոյի հետ մտած փայ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է Վիվառոյով փայ մտած իր Ղումարբազ Վիգենի հետ ու նարկաման, նույնն էլ Նիկոլենք։ Եվ սրանց կատարած խայտառակ 3-0 Վրաստանին պարտությունը սրա վառ ներկայացումն է։ Բացի դրանից, որ սրանք փողեր են ֆռռացնում լկտի, խորտակում են հազարավոր հայ երիտասարդների ճակատագիրը։ Ես ունեմ մարդիկ, որոնք բացեբաց ասում են Հայաստանի հետ հայ տղեկին վերել Եվրոպա խաղացնել Գերմանիայի լիգաներում չի լինում, Ամերիկայում չի լինում, սա բոլորից գրփում է, չէ, թող չգա։ Ինքը իրան ձև է տալիս, Հայաստան չի թողում լավ խաղացող տղեկ կան, գցում է ստեղծված ֆեդերացիաներին, խափում ասում է, այս կդնեք, այս կանեն, վերջում գցում փախնում է։ Այս այլասերվածության զավակը, որ ծնվել է էլի մի քանի թուրքի բռնաբարության արդյունքում, խաղում է Ժորժ ջան, ֆուտբոլիստը, հիմա որ ասեմ, շատ մարդ կարող է չգիտի, ֆուտբոլիստի կարիերան նախ միլիոններ է դրվում վրաներ այդ երեխեքի ժամանակ, ինքը 15-16 տարեկանից իրան լավ ժամանակն է, մինչև 20-22 կարողացավ ինքը գնա, չէ, նրանից հետո էլ ոչ ֆուտբոլիստն է ծախվում, ոչ իր կարիերան է բացվում եւ այլն։ Իսկ ես այլասերվածի ծնունդը, որը կատարում է թուրքական հրաման, որին նույնպես բռնաբարել են բոլոր տեղերից, 3 ֆուտբոլի ժամանակ հայերի ֆան կլուբի տղեկին ձերբակալել է տվել, դուք պատկերացնում եք, ձերբակալում հանում է, որ չխոսան, որ իր լկտիությունը չերևա։ Ունդեղ ասես կայֆավա տալում խմելով, այ լրբի տղա, դու չգիտես, որ Նիկոլը քեզ փուրնա տալու։ Միակ մարդն ես, որ երկրագնդի բոլոր երկրներում հայերի հետ թարսված ես։ Որ դեմը տար, գիտես ինչ են անելու, ոտդ կոնքիցդ փոկելու են, այ այլասերված է զավակ։ Դու չես կարողանալու Հայաստանից փախնես, Ռուսաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, Աֆրիկայից, Ասիայից հետ մարդիկ ընկած են հետևիցը, դիլերներ կան, որոնց հազարներով խոսք ես տալի ու գծում ես։ Ժողովուրդ, ֆուտբոլի մեջ հսկայական փողեր է ֆռում, եթե ինքը չի կարողանում այդ ֆուտբոլիստին ճիշտ տեղը տանի, այդ երեխու կյանքը խորտակվում է։ 2-3 տարի եւ վերջ զգզգելուց ինքը կործանում է։ Թե Հայաստանը այդ փողը քիչ է գալի, օրինակ վերցնենք, եթե Նորվեգիայի բյուջեի 6-8%-ը գալիս է ֆուտբոլիստների վաճառքից, գիտեք։ Այտենց հզորեն է Նորվեգիան է 600 միլիոն է բյուջեն, 600 միլիարդ է բյուջեն։ 600 միլիարդի 6.5% ինչքան անում, 36 միլիարդ գալիս է բանից, մենակ ֆուտբոլիստ ծախելուց, Հայաստանի տարեկան բյուջեն 7-4-ը։ Իսկ ես այլասերվածի զավակը ընկածա, երևի ով գիտի ինքն էլ է դեղցրում հետները գնում, դրա համար ամեն ինչ անում է։ Եվ Նիկոլ Փաշինյանի այլասերված իրավիճակը, որ Կոբախիձի հետ գնաց, ոնց որ Սերժը գնաց մտավ Էրդողանի տակ Հայաստանի ֆուտբոլը ստիպողաբար Երևանում պարտություն կրել տալով, նույնն էլ Նիկոլ Փաշինյանը մտավ փնտի ոչլոտ վրացու տակ, այն աբրանքը, որը չգիտի ինքը ինչ ազգա, նարկամանություն թողած, հա, լկտիսես, լպիրշան գրագետ Կոբախիձեի, մի հատ փնտի ոչիլ, մեծատառով ոչիլի տակ, ռուսական պրոյեկտ, հիմա էլ 14-ին ուզում է գնա Ալիև հետ գնալու են ռուսի տակ լմլմցնեն, Զախարովան ասեց, էդ ինչ պայմանագիր եք կնքում, լերկուսով դավայ, բերանները լվացեք, թրաշվեք, ասեք, Նիկոլը դրա համար էր թրաշվեք, գիտեր,
գնալու են լմլմցնելու ու ոչ մի բան չես ստորագրելու։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլային քաղաքականությամբ մտավ ռուսական իշխանության տակը, որ ասաց արա Կոբախիձեին է կլմլմցնեմ, ում տակ։ Կուզես կնիկ, բան, երբ Կոբախիձեին տարը կնգա ու աղջկա ծոսնա կընծրի։ Այսինքն այլասերված մարդ հասա։ Ու եւս այս ֆուտբոլի ֆեդերացիաս կի անունը չեմ ուզում տամ։ Հետո այդ բռնաբարության արդյունքը թուրքերի բազմաթիվ։ Հայաստանի հավաքականը հասել է մինուս չկլասի, տղեկը խաղում գալիս են, բոլորի վրա բանը խոմար է խաղում, ժողովուրդ, մարդկանց հազարավոր երեխեքի ճակատագրերի վրա խոմար է խաղում։ Այսինքն այլանդակի տղա է, ուղարկում է Եվրոպա խաղալու Հայաստանից ասում է փողը բերեք տվեք ինձ, այսքան կտակ, այս կանեք, այն կանեք, դրսից բերեք էժանով խաղցրեք դուք փողը տվեք, այս բաներ անում։ Մարդ, որը չի թողնում հայկական ֆուտբոլը զարգանա, այս այլասերվածի վիժվածքը հատուկ ծնվել է նրա համար, որ թույլ չտա հայկական ֆուտբոլը զարգանա, որտեղ իր պապան Նիկոլ Փաշինյանը հետևով, դեմով, բերանով, ընտանիքով մտածա թուրքի տակ։ Ու ամբողջ թմով, եւ դրա թմի պատճառը գլխավորը Սերժնա, Քոչաննա, Ռոբնա, բանը Լևոննա, որ բոլոր իրար հետ կռեմլի տակ են, կատարում են հրաման ֆուտբոլից սկսած։ Հիմա էլ ինչերի մեջ են, հենա Արաբա թքեց վրետ Ադրբեջանը ինչ ասեց։ Ասես քանի դեռ Հայաստանը գտնվում է ծանր վիճակում, ինքը չկարողանում հարցեցել, մենք իր հետ թող չենք ստորագրի։ Արաբատ ողբում էի, լացում էի, ձեր հետ չեմ խոսում լրագրողներին, ես վատ տղա չեմ, ես եմ հորս մորս արև Ստյոպիկի սարև, Վալոդիկի սարև, այդ չխոտ կա կնգով ապրանք, որ կնիկը զոնտիկ պահող է պահում, զուգարան զոնտիկով է այդում կնիկըդ։ Այլ լրպի տղա, թքին երեսիդ, քեզեր, ոնց որ Նիկոլիտ են քո շեֆիդ թքում երեսին աշխարհով ու թուրքերի, հիմա էլ քեզ։ Հերթով հաջորդնով Ռուբեն Ռուբինյան, Կարապետ Ռուբինյան, դու վախտին գողական տղեկ էիր երրորդ մասից բերում կողում իշխանություն, Վազգենին համոզում, որ սրանք լավ տղա են կօգնեն մեզ։ Դու ոնց համաձայն վար տղուտ 5 տարով կողես թուրքերի տակ, լոճսնե որ հմել ձենը տես մեծոսոպրանո, նյամ, Նիկոլի պես գոմիկ աղայդի մնում են։ Գոմիկ ասեցինք, հիշեցինք։ Գոմիկ բառի վրա։ Ես կյանքում չէի փորձի անձնական վիրավորանք տալ Գյումրու Վարդանիկին, կասե որ հանցագործա մարդասպանա, սուտ մարդա, թալանչյա լկտիա, բայց անձնական վիրավորանք ես իրան չեմ տվել։ Վարդանիկ դու շահեցիր դա։ Վարդանիկը կանգնում ասում, լրագրողների դեմը վիդեոն գցած է իմ մեջում։ Պապ թագավորը Գոմիկը։ Վարդանիկ, հարց եմ տալիս քեզ։ Պապ թագավորի Գոմիկ լինելը քեզ որտեղից ինֆորմացիա։ Դունդեր, մոն պահողներ, Գոմիկ լատինների պետության, Գոմիկ Ներոն եւ այլ հռոմեական կայսրության, Գոմիկ Տիբերիոսի բանը լվացողներ, ով էր ամբողջ Հռոմը Գոմիկության վրա հունական պետությունը հիմնված եղել։ Սպարտացիները եղել են 300,000 Գոմիկ, որ սիրել են, պահել են։ Այդ մասին ես հաղորդում եմ արել, դա նրանց ուժի մեջ էր։ Ասում էին ոչ միայն կռվում ես հանուն հայրենիքի, նաև հանուն սիրո, ֆիզիկական սիրո։ Հիմա ամբողջ Տիբերիոսի բանակը Գոմիկ էր։ Պապ թագավորի պես մարդ հայոց պատմության մեջ եզակի է եղել։ Ես հաղորդում եմ արել Պապ թագավորի համար։ Այսօր էլի կանեմ ով չի լսել։ Ժողովուրդ ջան, 20 տարեկան մարդ, 20 տարեկան Պապ թագավորը ունեցել է ավելի շատ խելք, քան մինչև այսօր Հայաստանի ցանկացած ղեկավար։ Այդ թվում նաև Տիգրան Մեծից, հեսա բացատրեմ ձեզ, Տիգրանի համար ասել եմ, ջուդներին բերեց, Հայաստանը կործանեցին։ Պապ թագավորը կորցնած պետության Արշակի որդին Մայրը Արտագերսում 5 տարի մնաց Լազիկայի անտառներում, այսինքն հյուսիսային Համշենի անտառներում, Լազերի հետ եկավ գահի 370 թվին, տեսեք ինչեր ընդունել։ Տեսեք, ուշադիր լսեք։ Այսօրվա համար համարում եք, Նիկոլն էլ իրան համարում էր պապի հետ, վայ գեդինը մտնես դու, պապիսկի զուգանի կեղտը չարժես։ Տեսեք ինչ արել։ Քրիստոնյաները հայերը նոր քրիստոնեություն են ընդունել 370 տարի, 69 տարի։ Պետք է ամուսնանան 7 պոր տենկում։ Իքուր աղբեր, մորքուրի աղջիկ չպետք է որ ազգը լավ լինի։ Պապ թագավորը հիմնել է անվճար դպրոցներ եւ անվճար հիվանդանոցներ եւ անվճար հացատվել ժողովրդին, որ սոված չմնան։ Պապ թագավորը արգելել է երգելով ու գոռալով լացելը թաղումների ժամանակ ասելով որ դա սնահավատություն է։ Պապ թագավորը
Եկեղեցուն հանել է պետական իշխանական գործից, որ չլինի Հռոմի պապիկի պես հանցագործ տիրույթներ չունեն, ասա դու եկեղեցին ես, գնա եկեղեցուդ գործով հոգևոր։ Դու ինչ գործ ունես մտել ես քաղաքականություն։ Բգոյա նմանների ռադար է։ Պապ թագավորը Հայաստանի պետական բանակը սարք է, պետական չէ, թագավորական բանակը սարքել է ձիավորը 90,000 ժողովուրդ, 90,000 ձիավոր, բանակի թիվը 100 քանի հազար անցել է։ Պապ թագավորը կարողացել է, ես էլի եմ պատմում սա, երբ որ ինքը գնում է Հռոմի կայսերի մոտ հրավիրած ալուն, որ գաղթա, անցնելուց ճանապարհին Կեսարիայի կարդինալը շանանունը Արմենա դրածլում։ Սա մտնում է ներս, ասում է կարդինալը հյուրասիրում է դե քաղաքի, ասում արի բան, ասում է շանը տիր անունով կանչի, ուրիշ անունա տալի չի գալի, ասում է շանը անունը Արմեն ես տրե, հա, ասում է հա, չէ, ասում է դե որը տենց է, պապ թագավորը Արմենա կանչում շունը գալիս է, ներողություն, պապ թագավորը հրաման է տալիս զինվորներին վերցնեն, այդ կարդինալին գցեն մեշոկի մեջ, շանն էլ հետը, շանը այնքան են բզերով ու թրով ծակում, շունը ուտում է կարդինալին, ասում է այդ ես, թող Արմենը քեզ ուտի։ Երբ որ պապ թագավորը արդեն Հռոմից հետ է գալիս, կայսերությունից, հետ է գալիս ճանապարհին, պապը զգում է, որ իրեն հասցնում են լրտեսները, որ քեզ ուզում են սպանեն։ Պապը անում է ամենահետաքրքիր այն ժամանակվա քայլերից մեկը։ Մի քանի լրտես կեղծ փաստաթղթերով, հռովարտակներով տարբեր ուղղությամբ ուղարկում է, ինքը մյուսով է գնում, Կիլիկիայից արդեն եկող ճանապարհի վրա։ Ամեն լրտեսին մինչև բռնում են, որ պապը սես պետք է գնա, նես պետք է գնա, ինքը հանգիստ հասնում է Հայաստան։ Եվ ինչի Տիբերիոսի, ինչի հրամանով բյուզանդացիների սպանեցին, որտեղ պապը մաքուր տղա էր, 24 տարեկանում պապը 24 տարեկան տղա էր, ձիրավի ճակատամարտն հենց կոտորեց պարսկական զորքերին, հրամանատարությունը տեսավ, որ լատինները պարտվում են, հսկայական բյուզանդական կայսրությունը, հռոմեական, իշխանությունը վերցրեց իր ձեռը կառավարումը, բանակով ջարդեց հսկայական պարսկական հսկայական կայսրությանը։ Սրանք արդեն տեսան, որ պապի անունը ռեյտինգը բարձրանում է, ասեցին արի հաց ուտելու, հրավիրեցին հաց ուտելու որպես դաշնակից ու ոնց որ լատիններն ու հռոմները եղել են ուղեղով գոմիկ ցայսօր հույները վրացիների Եվրոպա ապրող տեսակն են ուղեղով պահվածքով լպիրշ հացի սեղանի սպանեցին մարդուն։ Հիմի Վարդանիկ լրփազավր պապ թագավորի գոմիկությունը որտեղ ես տեսես սուրբ գործեր արած մարդու 24 տարեկանում այսքան գոր 4 տարի թագավոր անստա այսքան բան արել հարյուրավոր տարիներ թագավորներ պետություններ կայսրություններ 200 տարի ապրում է այսքան բան չեն կարողանում անել ազգի համար ոնց է կրթությունը ծրի հացը ծրի հիվանդանոցը ծրի եկեղեցուն հանե ուղարկե իր տեղը իրար մեջ չամուսնանան հիմա սրա գոմիկությունը որ դիստու տեսար հա Վարդանիկ լրփազավր այ լրփազավր գոմիկը հիմի պապն է թե դու աշխատել ես գոմիկների 4 թագավորների ժամանակ հետները քիփ ես եղել իրանց հետ հաց ես կերել պաճ-բճվել ես մեդալ ես ստացել գոմիկ վարչապետերի հետ ես աշխատել այ մարմնավաճառ քեզ որ կրակեցին ով գիտի դու ես սարքեցիր որ քեզ բան բերեիր իմիջ բերեիր մեջս 5 պատրոն կա 200 ասկոլ կա ասում ես այդ ավտոմատից ոնց կարա 200 ասկոլ կա այ փնտի ոչիլ այդ չտես ավարտել եմ 2 համալսարան ժողովուրդ համալսարանները ավարտել է Գյումրու մանկավարժական եւ այլն այն ժամանակ երբ որ ինքը եղել է քաղաքապետ դրանից առաջ մի հատ տեխնիկում ավարտած եղել ոչիլը եւ դու կանգնում ես մարդուն դու քեզ հիմի ֆիզիոլոգիապես ասեմ գաղտնիքներդ այդ չստացված անվնաս խորոզ լեննականց ու բարբարով անվնաս ակլոր կրակել են հետանցքը այնքանա կարճացել կողքից շլանգով ես կեղտոտում այ ոչիլ դու եկել ես հայոց մեծանուն թագավորին ասում ես գոմիկը դու ես քո ցեղիդ հետ մեկտեղ նարկաման հանցագործ մարդասպան դու տղեկովդ աղբորը տղեկով ու ով որ Գյումրիում պիտի ինտրի այս այլասերվածի զավակին որ օրը մեկին է գովում ճվա քայլարա մերժի Սերժին գցել եմ հենա Քոչարյանը տղամարդ է ես տղամարդ եմ Սերժը տղամարդ է եւ այլն այս լկտու Նիկոլ վարչապետ գոռացող այս ապրանքին ուրեմն ինքը սատարում է Թուրքին ու ինքը ամենամեծ գոմիկն է ժողովուրդ ձեզ չեմ վիրավորում ասում եմ ճշմարտությունը ով որ սատարում է այս այլասերվածի զավակին այս վիժվածքին թուրքական
որ ամեն ինչի տակ մտնում է, Գյումրին այդքան դիակներ ակցե մարդկանց սպանած, հազարավոր մարդկանց օբյեկտներ խլե, վերացրե, տարե, վախացրե, ուրեմն ինքը ամենավերջի մարդն է։ Ես չէի անդրադառնա այս ապրանքին, այս ոչնչությանը, այսքան եթե մարդը չկանգնի, ասի, պապ թակավորը գոմիկ է եղել։ Դու գոմիկը դու ես ցեղովդ։ Տղովդ, բոլորովդ, ոնց թե դու ով ես դառը, արա որ թակավորին են պապի նման, գոմիկա, դու քեզնից ինչ ես ներկայացում, այ ոչիլ, ֆրանկ, կաթոլիկ չես, դու մաննավաճառ ես, մարդը սպանում գալի չոքում ոռնում էիր իբր թե աստվածների, ներելա որ հասցնեն այսօր քեզ զաչումարի տանեն, հենց Գյումրու մեջ, ապրանքներին տեսեք այ մարդ, Նիկոլից Բեթար այլասերված, ում գիրկը նստար դարար իրա քածը նրան գովիր, Քոչանի քածն է սեղը ենա, եթերը ունեմ Քոչան ես գովում, Սերժի քածն է սեղը Սերժ ես գովում, Նիկոլի քածն ես Նիկոլ ես գովում, հիմա թակավորին քած ես ասում, սրբագույն թակավորն, այ անգրագետ ոչնչություն, նարկամանության գլխավոր հիմնադիր Գյումրում, հանձինես քո տղու աղբոր տղայքի, քեզ ու աղբորդ, ով որ Գյումրիում ընտրել է, ինքը ամենավերջի այլասերվածն է Արվամոլն է, ով որ սրան ընտրի, ես ասել եմ, համբալին տեսեք, արա, քաղաքական առաջ ընկնելու համար էշեշ խոսալուդ վրա խնդում ենք, բայց որ կանգնես դու հայոց մեծ թագավորին նման բան ասես, ու մենակ դու չէ, ով որ կարում ասես բան ասի, Նիկոլին ինչի են քրվում մեր ու բերան ու կնիկ ու ամեն ինչ, որտև սենց հա, դու ինչով ես տարբերվում Նիկոլից, մեծան Ռուսաստանի տակը լպստելով մտել ես կոմունիստական որ մնաս չես մնալու, դու դատվելու ես ցմա, քո բոլոր ցեղով, ով որ կա հետդ, հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Պերոյի ունքերով են Բուրատինոյի սենց Արփինե Սարգսյան, Տիկին Արփինե Սարգսյան, տո ինձ սպուճուր ես, բայց տիկին ես դու իմ համար, որտեղ օրենքով քեզ պիտի դիմենք տիկին, 21 չես, 21-ից հետո տիկին ես, Տիկին Սարգսյան, դու զգում ես, որ քեզ Նիկոլենք ես ասում էի, չէ, փուրն են տալու, որ գլուխդ կտրեն, դու հիմա կոնկրետ քեզ փուրն ես տալիս, այդ մի փոր հաճ չի կերածդ, Դավալույից, Արարատի գեղերից եկել ես Երևան, վրեց սենց հաստ գրիմը անում ես, չես ամաչում դու ես ինչեր ես խոսում, այդ տիկին, հո դու խփնված չես, կանգն է ասում նարկոտիկների չափը Հայաստանում ուռճացված է, այդքան չկա, այդ տիկին, դու գործի ես թե գործի չես, հələ մի հատ բացի տելեգրամի անկապեջ բոլորը բաց են, միամիտ մեկի անում խփում ես 10,000 հատ էջա բացում ես օնլայն, վիդեոները բաց ես, ինչ ջան ես ունեմ դեղ արիստե փագեմ գնամ, դու խո անասուն չես, թե անասունի վատ տեսակ ես, հասկացանք Նիկոլի շունն ես, բայց ես կարգի, Հայաստան մտած 10 տոննա նարկոտիկը ինչ եղավ Քեթրինի Միրանի, են մի տոննեն իբր հանձնեց 270-ը վրից վեկալակ ծրիկ, են մարդը մինչև մի հետևը ճղումա թե ապե իմը չի Սերժինն է դեղը, Էդ իրան քթին է վզես տնելու է մինչև մի ճղում է իրան, բայց ոնց որ փակվավ է դարձել, Միրանը հետևը չի ճղում։ Բա դու ինչ ես անում։ Քեթրինի Միրանը Երևանում կուսակցություն ա դրե, դու դրա դեմ չես անում, Արտակ Սարգսյանը մինչև մի բրասլետով է ֆռում։ Դու Քեթրինի Միրանին կուսակցություն ես, թող է իմիջալոս Քեթրինի Միրանի կուսակցության հիմնադիրներից մեկն է, չզարմանաք, էմեդ լակոտ կար է աղվամազ մորուկով, հիմել գորի կինոյի մեջ գալուբոյ դեպուտատ ա խաղում Նիկոլական, հեղափոխության պահապաններ ՀԿ-ի ղեկավար միացը փնթի կար, որ Նիկոլի հետ եկավ, այդ փնթի դարել է Քեթրինի Միրան, այստեղից հարց, Նիկոլ Փաշինյան, Քեթրինի Միրանը քո մարդը չի, որ հանգիստ թողիր փախնի, հիմել Հայաստան կուսակցություն ա դրե ու կայֆա տալու, բա բանի տակ ա, ռոզիսկի տակ ա, Քեթրինի Միրանին ոնց ես թողում կուսակցություն դնի, այ ոչ ու փուչեր, այ չստացված ապրանքներ, արտա արգանդային դուք հղիության արդյունք եք, դուք չկա գոյություն չունեք դուք, այ քեզ բան, հասկանում եք երեք գալիս է, ինչ-որ խոսակցություններ ասում եմ լակոտի դեմքը ծանոթ է, նայում եմ են հեղափոխության պահապաներ իրան հայտարար է ՀԿ, համտակը դա է գրած չի, համը Քեթրինի Միրան, գորի կինոյի մեջ է բանը գոմիկ դեպուտատ է խաղում,
Իմիջիալոց գորի կինոյի մեջ ես նայում եմ, այո, նայում եմ գորի կինո, որտեղ միակ հերոստանգերու, միակ ֆիլմն է, որտեղ ցույց է տալիս Նիկոլի դեպուտատների իրական դեմքը։ Կամ Սերժի Մյուսի, ինքը քոչանականը հասկացանք, նարկաման հանցագործ իշխանության դեմքը։ Նայում եմ, թողելի ցածր, բայց ճիշտն է ասում։ Իմիջիալոց գորի կինոյի մեջ մի հատ լավ տղանդ է նախարարը խաղում է լեննական Էմյուս են, բանը Zio Phyton-ով գնացող է մի ոչխար նիկոլական քաղաքապետի տեխնացում, կոմեդիա։ Գյումրին վերածել եք թատրոնի, ոչ մեկիդ մոտ չի ստացվելու։ Ոչ մեկիդ մոտ։ Հա, մեծ էլ էս Արփին է Սարգսյան ասում է դատաբժշկական փորձաքննություն չկա, որ այն Արցախցի տղուն Վանաձորում 8 հոգով են ծեծել, որ 8 հոգով ծեծեին ավելի բետար կգրեն կամ ավելի վատ կլներ։ Խոդու խփտված չես։ Այսինքն դու ինչ ես ուզում ասես, դու դատաբժշկական փորձաքննություն ասես, սուտ է, հա։ Չեն ծեծե այդ մարդուն, ասում 8 հոգով չեն ծեծե, որ ծեծեն Յանիվի մեռած կլներ։ Դու զգում ես, որ Արփինե Սարգսյան բոլոր հոդվածները քո վրա պլյուս ա դրվում։ Դու դատվելու ես Նիկոլի արած այլհանդակությունների համար։ Դուք բոլորդ խավության նոխաս եք։ Արփինե այս կանացի թիմով որ եկել եք իշխանության, մարդու իրավունքների պաշտպան են Կարլիկ Նոսը, կին, դու քոեն չաղաղջիկը որ Բերթի պետ եք դրե, Էմյուս արդարադատության նախարար դատախազ, դուք չեք հասկանում, որ բոլորը զոհ եք գնալու, ձեզ զոհ ա տալու։ Իրա սիրացին մակունցի բանին փախցրեց Ամերիկա։ Էմյուս Նազարյան սիրացիները լեն վախ որ Նիկոլը տղամարդկություն ուներ լճեր չոքե Ալիևի Թուրքի ռուսի դեմ։ Էմյուս սիրած Նազարյանների մարդուն Նազարյանի Լենա Նազարյանի մարդունը դրելա բանում։ 12%-ա 20%-ա մոլիբդենի փայ։ Դուք անասուն չեք, դուք չեք զգում ձեզ ինչ է սպասվում։ Չեք զգում որ չալաղաժները թռնելու են դուք մնաք։ Նիկոլ Փաշինյանը ասել եմ 20-ից ավելի մարդ հետդ չես տանելու։ Մաքսիմում 20, 20-ից ավել համաձայն չեք։ Կարաս հանգիստ թռի 20 հոգով, չես կարա դու գիտես։ Թե այդ 20-ի մեջ Ալենին կմցնես, թե ում կմցնես, դա արդեն քո խնդրեմն է, 20 հոգի։ Ասել եմ ես ու կրկնում եմ, սա լուրջ թիվ է։ 20 հոգին նույնիսկ շատ էլ ընդհանրապես 12 հոգի, բայց 20 հոգի բարեխղճություն են կանում 20 հոգի, որտեղ 5 հոգի մենակ դուք ձեր 6 հոգի որբերով եք դուք ձեր։ Որբեր, որտեղ ոչ մեկի հերը դե ընթա արած չի։ Կնիկը ստիկոնը չասմաս, կնիկս կածս է։ Այսքան ժամանակը զակ չեմ տվել։ Պետության հաշվին քածի տնջ է սպանում, անօրինություն։ Հասկացար, դե որ դա քո կնիկը չի քածնա, բնականաբար այն քո քածի եսին որ երեխեքն են։ Իրարից տարբերում ես հայրանուններով։ Լավ, ոչինչ, հետևիդ միսնելն է, այդ 6 հատին փախցրեք։ 6 մնաց 12 հոգի, տեսով է գլուխ ջարդում հետդ։ Արփինե Սարգսյան։ Ասում է, բանը ասում է, գիտեք ինչ կա ասում է, լավ չեն ծե, բանը 8 հոգով որ ծեծեին, լավ կծեծեին, հա։ Այսինքն հիմա բերեք sense բան ասեմ։ Հələ բերեք ինձ մի հատ թուրք տվեք մենակովը սատ կստեմ։ Հա։ Ու մի հատ ինչ ասեմ։ Հայի տվեք, տեսեք ես կխփեմ, թե չէ, ինչքան էլ վատն լինի։ Ոնց կծեծեմ։ Ձեր թիմից մի հատ հայի տվեք, տեսեք ոնց կծեծեմ։ Ես չեմ ասում ձեզ կխղճամ, բայց իմ մեջ հայի տարբերությունը էլի կա։ Բայց հիմի ինչ որ թուրքին ծեծեմ, նայելու կա, օրայսի լավա ծեծ, էսի մի 20 հոգու ծեծած է։ Էսի մի հոգու, մաքսիմում 2 հոգու ծեծած է, հա, սենց եք որոշում դուք։ Աչկա չափով եք որոշում, այն սուտի խոպանջիներն եք, որ ստե մեկն է կար, ոտա չափով եկել էր Գերմանիա, ոտով, չոլախ ոտով չափում էր քանի մետր կապել խփի գերման նացիների աշկերը թռել են տապեկը։ Էլեկտրոնային, սենսորային, լազերային չափումները կար, հելը մեջը չոլախ ոտով չափել, ասել է 6.5 մետր, գերմանացին ասել են հել արստուց, տավայ, արագացրա։ Ես ինչ ձևա չափելու։ Հիմա նույնը դու ես, մոտավորապես մի 5 հոգու կամ 3 հոգու ծեծած է, 8 հոգի չի լինի։ Ես հասկանում եմ, որ Արցախի տղայի վրա սկսել եք խայբ անել, սուտ հավաքվում եք, ոչ մի օգուտ չեք տալու, բայց սա լեկտիությունը դուք եք քով սարքում սա։ Էնպես որ ուրիշ բան չկա։ Ասեմ մեկ ուրիշ բան։ Երեք նայեցի Արտակը վերջապես գցեց, երկար ժամանակ ժիրոյին չէին գցում Արտակի ու ժիրոյի հարցազրույցը հարց ու պատասխանը երեք վերջը տրամադրեցին, գցեցին։ Ժիրո, քեզ այնքան բան եմ ասել։ Ոչ թե բառերս չի երիքում, դրանք գումարած մի բան ասեմ։ Ժիրո, քո սնգնես եղունք չունենաս քորելու ջանդ։
Աշխարհի տակը այդքան սուտ չկար, որ դու խոսացիր։ Բևերի ժիրո, սիևերի ժիրո։ Ուրեմն Արտակը տոլերանտություն արեց, չհարցրեց երկուսիդ, ես կարծեմ ինչի ձեր տղեկը ծառայա չեն։ Ինչի ոչ մեկի տղեկը Հայաստան չեն։ Դա մեկ։ Երկրորդը ասում են Արմեն Բիլյանին օգնում ես, դու ասում ես Արմեն Բիլյանը ինքն է հեռացել մեզնից։ Դու անասունի կեր։ Արմեն Բիլյանին խցկել եք Բերտ Նիկոլի տակը մտար լմլմցրիկ, Սերժ 8 տարի էր տվեք գնացիք սարքեք 25 տարի։ Դուք եք սարքել, Ժիրո, դու որպես Սերժի մունետիկ հայոց բանակի հատուկ ծառայության ջոկատը Շաումյանում վարի տվող, որի արդյունքում դու վիրավորվել ես, քեզ փախցրել են, այդ մարդուն է ուզում էր խփել տայր Սերժի հետ, Հայաստանից դուրս է, Ժիրո։ Հələ տես այնքան բաներ են բացելու։ Ատենց եղելա թե չէ։ Կհելես երթում կուտես, հենց ացիր չէ, զանգը դնելու եմ դեմդ, հատ այդ մարդուն նայելով միլիմետրով պատմիով ես։ Ժիրո։ Ասում ես ես Բիլյանի չեմ ճանաչել, բանը ինքն է հեռացել։ Մարդը Բերթը փակված է, ո՞նց է հեռացել։ Մարդը հարցրեց, ձեր բռնվածներին օգնում եք։ Պավլիկին օգնում եք, Բիլյանին օգնում եք։ Ասում եմ Արմենը մեզնից հեռացել է։ Դու հիմի որ վրեդ քֆուր դնեմ ու տատից էլի չելնես ոնց որ 48 ժամ էի տվել որ ապացուցեիք ես KGB-ի ագենտ եմ դու Պապյանը ֆուֆլո մնացիք հիմի մի հատ է ֆուֆլո մնացնեմ Արմեն Բիլյանը ձեզնից հեռացել է տարեփակել եք մարդուն ոնց է հեռացել Դերասանություն բանակի հրամանատար երկրորդ վրեդ քֆուրը կդնեմ տատից չես ելնի կմնաս լրիվ չմոտ կեթաս Վարդանիկի ծոցը լեննականի դու Շուշի հատուկ գումարտակ ա եղել որ հրամանատարն ես եղել Դու Շուշի կռիվ տեսել ես Արա սա զինվորները կենթանի են մասնակցածները տարիքով են բայց կենթանի են ես է ճավարակ պուճուր էի բայց այդ մարդիկ կենթանի են կապնվել են խոսել են Դու ընդհանրապես ինչ ունես ասել դու չես ասում տատի ասում է թոշակառուները բերում փողը տալիս են որ մենք ապրենք Ժիրո դու փաստորեն 38500 թոշակառու ստացող թոշակառու թոշակն ես առնում ապրես թքե մերեսիդ այդ թոշակով ես կես միլիոն մանումենտ տղուտ տուն առել Այդ թոշակով ես թռնում Ամերիկա գալի Այդ թոշակով դու Հայաստանի քաղաքացի չես միտեղ աշխատած չունես դու ինչով ես ապրում ու տղուտ կես միլիոնանոց տուն առնում Հա Այդ փողով եք ռադիոտան մոտի շենքը առել հսկայական Թոշակառուների վզին եք նստել, հա, կամավոր են տալի։ Սենց այլասերված, ջհուդական, բոլշևիկյան, թուրքական ագենտ երկրագունդը չի տեսել։ Ես երկու հարց տվի, երկու հարցի մեջ դու թռար։ Ասում եմ, տղետ ինչի չի ծառայել, Ժիրո։ Պապյանը հետևը ճղեց, էլի հարցին չպատասխանեց։ Երկրորդ հարցը, դու ոնց ես կենթանի մնացել Այն ամբողջ զինվորներին հատուկ ծառայության, որ Սերժ Իրամանով Ղարաբաղցի ուղեկ ծորտով տարի գյուլել եք տվել թուրքերի կողմ, հատուկ հրաման եք կատարել։ Դու Շուշիում ում էիր ինչ տալիս, դու ընդհանրապես ինչ գործ ունեիր Հայաստանի հետ։ Այ աֆերիստ, այ ջհուդի լամուկ։ Դու դաշնակցության դրոյի գործով փախար, դաշնակցության դրոյի գործի տակ ինչի դու չմտար։ Ինչի դրին Հրայր Մարուխյանին գյուլինգ դու սաղ մնացի։ Դաշնակներ այդքան ձեզ բան եմ ասում, մեկը թել էլ եք գրեք պատասխան տվեք։ Ժիրոյին ինչի հանեք ռադարիկ, դրոյի գործում ինքը ինչ գործեր կատարում։ Ինքը ինչ դոսիե էր տալիս դրոյի գործով։ Ես գիտեմ, որ հեսա դաշնակները գրելու են, որտեվ ինձ ասել են, ուզում եմ մի երկու հատ էլ դաշնակ այդ մասին խոսալ։ Ինչի ձեն չեք անում դաշնակներ։ Ոնց եղավ որ Ժիրոն ձեր ախպերությունն է։ Եթե ախպերությունը չի, հելեք թքեք վրան, խիչ եք տկում։ Հասկացաք, ես թողնում եմ ձեր դատում։ Մնացածը հերթով կասեն։ Ժիրո են, որ ասում են վրեքը բոլորիդ Հայաստանում, տեսեք, Վարդանիկով, Մարտանիկով, Տոննեկով, պապկակ, այդ ուղղը հենց այնպես չեմ ասում։ Այ մա կուզեք ասեք KGB-ի Ջեյմս չէ Կրեմլի Ջեյմս Բոնդն է։ Կուզեք ասեք Ցիլոյով ֆրիցն է, կուզեք ասեք Պակիստանի հատուկ ծառայության աշխատողն է, այդ ձեր խնդրեմը։ Այդ բոլորը ես եմ։ Բոլորիդ վրայով տոննաներով կա։ Տոննասմա Արմենն է հեռացել, Բիլյան Արմենին տարեփակել են, ընդհանրապես մոտը չէ, ասում Արմենը մեզնից հեռացել է։ Ես է որ տանեմ մեկին փագել տամ, մոտը չգնամ, բնականաբար ելումա որ հեռացել ենք։ Սենց էժան մարմնավաճառ Ժիրո չի եղու չի լինի։
չշարունակեմ տղուտ թեման գումարի պատմությունը, շիրով։ Գումարի պատմությունը, ոնց եք այդ փողը տվե, ուրդից է այդքան փող ձեր տունը եղե, որ կնիկդ քեզից թաքուն տարե գումարը տվե, որ զեյթունցի գողականները տղուտ այդ ուլիկ տղուտ վիզը չկտրեն, որ սպիտակ կոստյում ակաս թաշկինակը դրած հարսնիքի հարսի պես ասում է եկեք քնանք եղեր, քնացնեն ձեզ բոլորիդ։ Այն կնգատ մասը չասեն, որ Արցախի վրով Լիբանանի հայկական դեսպանատանը ամբողջ թարախությունը գրասում է, բանը էջս քոդրեր են, բայց պարզվեց, որ էջը չեն քոդրեր են մարդուտ ու տղուտ։ Քեզ էլ հետ է նանոր, ինչ ես անում ամեն օր, հակահայ աշխատող նիկոլական աշխատում ես դեսպանատան, բա որ դուք Նիկոլի դեմ եք, քուկանիկդ ոնց է աշխատում Հայաստանի դեսպանատան Լիբանանի, հա, ժիրո, ոնց է աշխատում, շուն են հաչեցնում, Պապյանը հայազգի հետա Քոչանի տակով անցնում 6 տարի մի բար Քոչին չի ասում, Սերժի ժամանակ ծպտուն չի ելում, միայն մոդուս վիվենդի հայկական հարց, գալիս են Նիկոլի տակը մտածեն բոլորը, վերջում բանք Նիկոլին դեմ ենք, լուրջ, Սովետի ժամանակ 9 տարի բանան, 4 տարի, 9 տարի եմ ծառայ, 9 չես ծառայ, 4 տարի հատուկ նշանակության թարգմանիչ ես եղել, ամբողջ ինֆորմացիան գիտես, կագեբեշնիկ, հատուկ նշանակության թարգմանիչ է, պիտի խելոք մարդ լեր տունդե, այդքան չիպեր, այդքան ռաշիֆրովկեք վանակցություններ, ում ես եկի ասում, Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած տղեկ, հատուկ հանձնարարությամբ թարգմանիչներ, որևէ մեկը կարակ տակա ձեր փակ էջով մի հատ գրեք, Փակ էջով, որտեղ գիտեմ, որ թարգմանիչները դրանք միշտ ազգային անվտանգության խիստ գաղտնի հուշ գաղտնի մարդիկ են, որոնք թարգմանում են խոսքեր, պետք եղավ գնում են բանակցության եւ այլն։ Ես ինչ լոլո ես կարդում։ Թոշակառուների հաշվին եք ապրումը տենց։ Հա? Այլա սերվասներ։ Մեծացել եք ու էծացել եք։ Դրա համար եք խառնում եք իրար։ Բացում են բոլորիդ քարտերը։ Բա որ այդ ազգերի լիգայի 37 հոդվածը մենք վերցրել ենք, հա բանը մակի 37 հոդվածը մտցրել ենք, որ ազգերի լիգայի թուղթը կա, այդ անունով ինչի՞ չեք բարձրացայն է բարձր։ Վիլսոն, բացեք մա թղթերը կանգնեք։ Փող եք հավաքում գիրք գրեք, այդքան փողին գիրք չգրեք, այդքան փողին երկու օկու կաշառեք, թուրք դեսպաներին խփեին, ասենք ապրեք, կարգին տղա եք։ Կարգին տղեկի տարակ գլխից խփել տվիք, կեղտոտներով մնացիք գործի մեջ։ Կարգին տղեկին փդեցրիք բերդում, դուք դուսը ման եք գալի, բա բգոյի հետևը ամիսներով կանգնած է իր դու ժիրոն ինչի չբռնին։ Արտակին հանեցին մի հատ հետևը նկարվավ, բռնին պարկեցրին ասֆալտին երկու աղբերով։ Մինչև մի ձեռին կանդալա, ժիրո ձեռիդ ինչի կանդալ չկա։ Պապյան ինչի ձեռիդ կանդալ չկա։ Մա մենք ամեն օր սպասում ենք, ինչին եք սպասում։ Դուք եք դրա հրահրողը, դուք եք քաղաքական խորհրդի մեջ, ինչի բռնված չեք։ Ինչի բռնված չեք, արտակը ինչ էր արել որ բռնին։ Ինչ էր արել։ Ասում է ապօրինի զենք են սարքել չկար, ձեր վրա եկար սարքեն։ Ինչի նորություն դու չէր գնացել Ղարաբաղ կռիվ սարքելու ժիրո, որ բռնին սատկացրին ղրկին։ Սերժը այդ պայմանավորված գնացել էր Ղարաբաղ կռիվ սարքելու, այն ժամանակ էր ուզում հանձնեիր։ Թե սպասեցիք Նիկոլ լոխին գտել էին, վերեին որ այդ ժամանակ հանձնեիք իրար հետ միասին։ Շունաչեցնելու համար մի հատ են, թաղելու են բոլորի կոմպրոմատները, բլը սպասեք, դուք էսի միլիմետրներն են, այնքան բան բացեն վրեկովդ։ Բոլորիդ մեջքին 7-րդ համարի դոշեր աճի, ձեր բևեռի մեջ իշքան խփնված կա, աղջիկա գրգռված հարցակվեն վրեք։ Մանավանդ են մարմնավաճառները ձեր էջի։ Իշքան Ամերիկա փախած 7 մարդ արած կա ձեր հետը։ Հետա էլի, լրիվ Նիկոլին համապատասխանեք։ Հաջորդ հարցը ուզում եմ ասեմ, նաև մի լուր Սանտա Ֆե սրճանն էլ մտցրեցին Երեմյան պրոջեկտի մեջ, այսինքն բառացի հանձնեցի Ռոբերտ Քոչարյանին։ Հա, ժողովուրդ։ Ռոբերտ Քոչարյանը երկրում տեր չի, Նիկոլ Փաշինյան, բա Երեմյանը Քոչարյանի պրոյեկտն է, Քոչարյանի քրոջ տղեն է Երեմյանը Տավոն։ Քոչարյան ենք են, բայց ո՞նց է որ այդ մարդիկ բան են, բա լֆիկի այդ աղբերություն փայ էս։ Լեֆիկի խանութներում վաճառվում է made in բանը, Ադրբեջան, made in Բաքու բաներ, կախիչներ, նկարները էջերում գծած է մարդկանց, ես էլ ունեի գծած։ Ադրբեջանական շոկոլադներ, թե դու սիրում ես իրանց, բա Քոչանի հետ, սպայկով գնացիք Թուրքիա, այսօր 10 օրով մարգարան բացել եք իբր օգնություն ուղարկեք
բանը Սիրիայի ժողովրդին հումանիտար։ Սիրիայի որ ժողովրդին ես հումանիտար ուղարկում։ Ալ ջուջուլամի, որ ջուջուլամին ուտես, հա։ Ում ես ուղարկում օգնություն։ Սիրիայի որ ժողովրդին են, որ թուրքական իշխանություն ունի դրանց, քեզ թվում է, որ հասնելու է ալևիներին կամ մյուսներին։ Բա ավտոներն անունը փոխիկ, այսքան որ գոռացի սպայկա ուրիշ անուն եք, հետևից եք նկարել։ Խինույն ձերը չի, Հայաստանում ով այդքան ֆուռ ունի բացի սպայկայից։ 10 օր պետք է ղրկեք։ Այդ ինչ եք ուղարկում, հայ ժողովրդի ինչն եք ուղարկում, փաստաթղթերն եք ուղարկում, գախնի, DNK կոդերն եք ուղարկում, ինչն եք ուղարկում, Սիրիա եք ուղարկում, Թուրքիա թե Սիրիայով Իսրայել։ Հա, Նիկոլ։ Այդ ինչի համար 10 օրով բացին։ Բացողեր մի ամսով բացեիր մարգարան։ Ընդմիշտ բացեիր։ Մարմնավաճառ, գիտես մենք քո արասները չգիտենք։ Փախուստի պատրաստվում ես, գիտենք ինչ ես տեղափոխվում։ Ունեցվածքդ, գործած փողերդ, հա։ Թուրքիա ես տեղափոխում, հեն Էրդողանի թաղումը սկսել է։ Իմիջիալոց շարունակեմ Էրդողանի թաղումով։ Էրդողանի դեմ դուրս եկե ոչ միայն պոլիսը, այլ նաև մայրաքաղաքը Անգորան եւ մնացած այլ քաղաքները։ Էսպայի դրությամբ տասնյակ հազարներով ձերբակալված, խփած իրար, վիրավոր ոստիկան կա։ Էրդողանին քցելու են, քաղաքապետն ասեց, «Էս ինչ ես անում»։ Էրդողան ընկնելու է ոնց որ բոլորը Թուրքիա Էրդողան ընկնելուց հետո քաոսա մի հատ լավ սկսելու ու տենց հետ տիլնի։ Բտիլնի Էրդողանն էլ անգնելու քո պապա կամ քո ամուսին Ալիևն էլ անգնելու, քո ամուսին Պուտինն էլ անգնելու, դու բոլորի կինն ես Նիկոլ, քո թմով ու քո ամբողջ Հայաստանի 35 տարվա ղեկավարներով։ Բոլորը տնկնելու եք, այ մարդ, տենում եք ոնց են գայից գցում։ Պյուտինի ամենամոտիկ աղբորը։ Հիշում եք, ես այն 4 ամիս առաջ բան ասեցի։ Էրդողանը ինչ ասեց։ Պյուտինին ասեց հներից մնացել ենք ես ու դու։ Լրիվ ճիշտ էր գուշակե մարդը, հներից մնացել են։ Հիմա որ Էրդողանին գցեն, Պուտինի թիկունքն էլ ընկնելու է ու հաջորդը Պյուտինն է։ Եվ Պյուտինի ընկնելուց հետո հիմա նստած ողբում եք, հա, Էրդողանը ընկելա Նիկոլենքը մի սև հակաստունն են, աննան լացմա մազերն է պոկում, այն իրա Աթաթուրքի գլխակով, այն իրա ջուդական ականջողով Աթաթուրքի Սուլտան Սուլեյման ցեպերով, Նիկոլը լացում է, ծնկներն են ճերկում, վայ մեր թուրքերը գնացին եւ այլն։ Հաջորդը որ Պյուտինն գավ, սկսելու եք ոռնալ։ Բա տենց է ժողովուրդ։ Վարունգի առասպելը տենց է, մի օր ձեռը տա, մի օր համապատասխան տեղ, բայց դուք այնքան եք սիրում համապատասխան տեղ, որ ձեր մոտ ընդե միշտ է։ Այդ տենց այլասերված ժողովուրդ եք դուք։ Այլասերված։ Հիմա Թուրքիայում կատարված գործողությունները դա շարունակություն է ունենալու։ Բայց պետք լինի։ Այդ որ ձևական ստից բռնել են պետական ստիպողաբար լիրան իջեցրել է, մի քիչ բարձրացրել են 38.5 են սարքել։ Ընդամենը մի քանի տենց մի լիրայի կարգի ծիծաղելու բանա, մի լիրան կոպեկ է գալիս արդեն հայկականի հետ մեկին 10 եղավ։ Մեկին 390-ից, նոր որ լավ լիրան, մեկին 400 էր հայկական դրամին։ Հիմա մեկին 10 է։ Բա ոնց է, հələ ուր ես, հələ հակառակն անելու, մի դրամը լինելու է 1000 լիրա, համբերեք։ Հերթով ամեն ինչ լինելու է։ Այնպես որ այս գործողությունները դեռ նոր է սկսել։ Հիմա հաջորդ լուրը ասեմ, որ Ռուսաստանի գազամուղն է վառվում, որը գազ է ուղարկում Եվրոպա, հենց Սուջայի գազամուղը։ Ուկրաինացիները նկարել են վիդեոն, ուղարկեցին, տեսա, այս այն գազամուղներ, որ ուզում էին տային Ադրբեջանին, կամ կարծեմ ծախե փողը վերցրին, բրավո, այս խաղի արդյունքը։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պավազքի, որ ինքը ասում է, թե մենք պետք է կարողանանք, ինչ ասում, մենք կարողանալու ենք արդյոք այս հարցը լուծել Եվրոպայի հետ եւ այլն բողոքման, հանգիստ եղեք, ձեր հարցը լուծված արդեն։ Ալև դու ընդմիշտ լուծել ես, ես ասել եմ, դու մահանալու ես, մերի բանը եթե խելոք լինի, շուտ կբանակցի, ինչ որ կտոր պահի, եթե ոչ ինքն էլ է կործանվելու։ Մենք մերի բանի ուղղությունը գիտենք ով ավելի ջուրդական ուղղություն է, քան Ալիևը։ Ալիևը քրդա քոչվորոտ ուղղություն է, քրդերի ու քոչորի խառնուրդն է, իսկ մերի բանը ջուրդական։ Փաշաևների ընտանիքը։ Զարմանալի չի, Նիկոլ Փաշինյան եւ Մերիբան Փաշաև։ Բոլորը իրար նման են, իրար տակ մտած։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի հարցին, սահմանում կրակում են, սրանք սկսել են տարածել, թե Հայաստանում չի լինում, որ թուրքն է կրակում, սկսում են տարածել, թե թուրքը կարող է խփի, ժողովուրդ ջան, կարող է խփի, ժողովուրդ ջան։ Ես ելի եմ կրկնում, հարգելի ժողովուրդ։
Թուրքը չի խփում, չէ խփելու։ Ինքը չունի այդքան զենք, ունենալ ռեսուրս չունի։ Իսկ Հայաստանը չի խփում, չի խփելու, որտեղ Նիկոլը լավ գիտի, որ Զորքին հենց հրաման տվեց, այդ բոլորը զենքերը, S-300-ները, բոլոր հրթիռները մտցելու են իր թիմի համապատասխան տեղը կրակեն օդի մեջ ցնդեն։ Դրա համար այս դերասանությանը մի հավատացեք։ Ամեն օր ասում եմ, այս հիմարություններին չհավատաք։ Պարզա։ Այս ամբողջից հետո ես կխոսեմ պատմական մասին, որովհետև Հայաստանի պատմական մարզերի եւ ինչպես նաեւ իշխանական տների մասին բավական հետաքրքիր է, որ մեր ժողովուրդը իմանա։ Ես ձեզ մի տեղեկություն կտամ, որի մասին շատ քիչ է տեղեկությունը, կփորձեմ մանրալ գտնել։ Հայկական Կասպեցի իշխանական տոհմ ա եղել, որը պայել է Իրանի Կասպից ծովի ափեսորվա եւ այս Քոչվորստանի Կասպից ծովը, որը գահանամակում բավական մեծ տեղ ա ունեցել 3000 զինվոր ա ունեցել ժողովուրդ, որպեսզի հաշվենք ինչքան է 3000 զինվոր, բդեշխներ ունենք, այսինքն ծայրագավառի ավակ իշխաններ, դուքսեր դուրս է գալիս փոխաբերաբար, ավակ իշխան իրենք ունեն, այսինքն սահմանապահ ուղեկալների իշխանների պոստը բարձր էր։ 4 բդեշխություն կար, աղձնիկներ, գուգարքներ, այն երկու հատը ոնց որ չեմ հիշում։ Ինչ որ է, բդեշխները ունեն 3000 զինվոր ունեցել 4000։ Փաստորեն այնքան մեծ էր ինքը, պատասխան էր տալիս Պարսկահայքի այդ ամբողջ տարածքով ծովի ափ ատրպատական 3000 զինվոր ինքն էր ուղարկում, բացի իր ունեցածից գահանամակով թագավորին պատերազմի ժամանակ։ Հիշեցնեմ ձեզ, որ առաջի տեղը թագավորներ 40000 զորքով, երկրորդ տեղը Սյունիքն էր, Սյունյաց իշխանությունը 20000 զորքով։ Երրորդ տեղը գուգարքներ 13000, եթե չեմ սխալվում, այդպես ու 4-րդ տեղը 5-6-րդ տեղն էր զբաղեցնում։ Բայց այսօր ադրությամբ այդ մասին շատ քիչ տեղեկություն ունենք։ Զարմանալի է, փակել եմ, որ չեր եղա։ Ես այսօր կներկայացնեմ մեկ այլ իշխանական տան մասին, որը բավական հետաքրքիր պատմություն ունի, Մանդակունիների իշխանական տան, որոնք եղել են առաջին նրանց ղեկավարը եղել է Միանդակը, նրանից հետո Սասանյանների ժամանակ վերցնում են, սպանում են Սասանյաններից նրանց զավակներից մեկին, որոնք պիտի գային եւ ծառայություն մատուցեին հայոց թագավորներին, Տիգրան ներողություն, Տրթատ մեծի Խոսրով մեծի մահից հետո Տրթատ մեծի ժամանակ, որ սրանք փախցնում են երեխաներին, պահում են հռոմում, որ պարսիկները չմորթեն, հետո հետ են գալիս, Մանդակունիներին տալիս են որսապետի պոստը։ Որսապետը լինում է ինքը։ Եվ երբ որ Արշամունիքի Արշամյանները իշխանությունները արդեն գայից ընկնում էին Տարոնի եւ դավաճանության դիմաց նրանց ցեղը վերացվել էր, ժամանակավոր Տարոնի մարզի Արշամիկ գավառը մոտ 2000 քառակուսի կիլոմետր տրվել է Մանդակունիներին եւ Մանդակունիները մասնակցել են նաեւ Իրանում այն դատավարությանը, որը փորձում է սարքեցին Վարդան Մամիկոնյանի եւ մյուսների դեմ, այսինքն հայոց իշխանությանը շատ նվիրված իշխանական տոհմ էին Մանդակունիները։ Իսկ Մանդակունիներից մենք ունեցել ենք նաեւ կաթողիկոս Հովանես առաջին Մանդակունին։ Սա մեր հայկական իշխանական տոհմերից մեկն է, ճիշտ է, ինքը գահին տվել է 300 զինվոր, լինելով փոքր տարածքի վրա 2000 քառակուսի կիլոմետրի վրա ժողովուրդ ջան 300 զինվորն էլ է բավական շատ, հիշեցնեմ, որ դա 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մինչև 7-8-րդ դարն է, դա բավական մեծ թիվ է, Կասպից ծովինը քաղաքներ են եղել, ամբողջ ափը տվել է 3000 հսկայական մարզերը, սա փոքր 2000-ի վրա, 300 հոգի, եւ բավական նվիրված է եղել Արշակունիների թագավորությանը։ Մեր պատմության մեջ ժողովուրդ ջան, հարգելիներս, հայոց թագավորություններից ամենաթույլը եղել է Բագրատունին։ Բայց Բագրատունիների թուլության, ուժեղության գագաթնակետը եղել է Գագիկը։ Գագիկ առաջինից հետո, ոչ թե իմ անունով ագովում են, բացեք նայեք, Գագիկ առաջինի ժամանակ է միայն Բագրատունիները կոչվել շահնշահ, որտեղ երկար ժամանակ հետո, այսինքն Արշակունիներից հետո, Գագիկ առաջինի ժամանակ Ատրպատականը ամբողջովին մտավ Հայաստանի մեջ։ Հայկական պետությունը ոչ թե 250,000 քառակուսի էր, այլ մոտ 400,000 քառակուսի էր։ Գագիկն էր, որ Ծմբոյի ճակատամարտում կոտորեց Յուսուֆի բանակին, մինչև Յուսուֆը Էշով հասավ մայրաքաղաքը, այսօրվա դրությամբ կոչվում Թավրիզ, սա ասացի ուրիշ է մայրաքաղաքը, Գանձակն է տեղական, որը Ուրմիայի մոտ էր, բայց Թավրիզը արդեն մեծացել էր մամեդականների թվով, այս քոչվորներն էլ են շատացել, փող տվեց տղեկին, որը սպանեցին։
Հորը սպանեցին, Ատրպատականը անցավ Հայաստանի թևի տակ։ Իսկ Արշակունիների բոլոր թագավորները, չնայած ծերումը սկսվեց պարսիկներից, բավական ուժեղ են եղել, մինչև վերջ։ Եվ նույնիսկ Արտաշես 4-ին, որով այս դավաճան մի քանի իշխաններ գնացին շապույն խնդրեցին, որ հայ թագավորին հանի, ես ասում եմ, մի այլանդակություն եղել, ինչի համար են հանել, գիտեք, չէ՞։ Որ սիրում է հեթանոսական պարեր ու սիրում է, որ մոտը պարում են հեթանոսավարի։ Հասկանում եք, գնում է հեթանոսին խնդրում է, որ հեթանոսավարի պարող աղջիկները դեմը պարում են հանի։ Այսինքն սիրելը վարիետե, ստրիպտիզե չէ։ Վարիետե են դեմը պարը թագավորին հանել տվին։ Սա դավաճանության ամենամեծ փորձն էր այդ 4 իշխանների, 6 իշխանների, որոնք հայոց հանդեպ արեցին, նույնիսկ հայոց կաթողիկոս ասեց, ես իմ մոլորված ոչխարին չեմ փոխի պարսիկ փորձված գայլի հետ։ Չարեցին ու վերջա հանեցին 428 թվին Արտաշես 4-ին։ Որովհետև արդեն երկիրը կիսված էր եւ դրանից հետո Հայաստանը վերածվեց մարզպանության եւ անցավ Սյունիների ձեռքը, հետագայում Ռշտուների ձեռքը։ Այս մասին ես խոսել եմ, հերթով ասում եմ, բայց սա այլանդակության մի բան, Արշակունիների բոլոր թագավորները եղել են ուժեղ։ Ոչ մեկ չի կարող հայոց թագավորների մասին ասի վախկոտ են եղել։ Ոչ Տրթատ առաջին, ոչ երկրորդ, ոչ Տրթատ մեծ, երրորդ, ոչ Խոսրով առաջին, երկրորդ, երրորդ մեկը մեկից ուժեղ, ոչ Վարազդատը հայ հետ բոլոր օլիմպիական խաղերի չեմպիոն, ոչ Ռամշապո արքայը, որի օրոք տառերը ստեղծվեցին, ոչ Պապ թագավորը, որի օրոք բանակի թիվը թռավ 90,000 հեծյալ ժողովուրդ։ Եթե ուզում եք հասկանաք ինչ է նշանակում 90,000 հեծյալը, պատկերացրեք, որ ամեն ձին մոտ 1 տոննա է, վազքի դեպքում 10 տոննա։ Այսինքն թեթև տանկ, այսինքն Հայաստանը ունեցել է 90,000 տանկ։ Այսօրվա աշխարհի բոլոր երկրները իրար 90,000 տանկ չունեն ազնվությամբ։ Հայաստանը ունեցել է 90,000 տանկ, Պարսկաստանին ջարդել է, Պարսկական Սասանյան կայսրությանը, որը տարածվել է մինչև Հնդկաստան, Միջին Ասիայով, Հնդկաստանով, արաբական աշխարհով կոտորել է։ Ու այսօր այդ մարդուն կանգնի մեկը ասի ինքը գալուբոյ է եղել, գոմիկ է եղել։ Ուրեմն ինքը առնվազն դրա մեջ է, ինքը հենց էդի է սիրում, որ իրան ասեն։ Վարդանիկը փաստորեն այս բանը ինադու է ասել, որ մենք անդրադառնանք իրան վիրավորենք, որ ինքը հաճույք ստանա, քանի որ ինքը ֆիզիոլոգիապես վաղուց տղամարդ չի, ասել եմ, ավարիայից հետո էլ կողտից է կեղտոտում։ Հոտը վրից գալիս է։ Պարզա Հարգելիներս, ես կրկնում եմ, էլի ասելու եմ, ես պահանջատեր եմ ցանկացած հողի, մենք կուսակցությունով այդ հարցը դրում ենք, մենք պահանջատեր ենք ամբողջ Հայաստանի հայկական հողերին, որը մենք հաշվել ենք 618,000 քառակուսի։ Մի մեկը կգա կհաշվի 619 կամ 24 կամ 13 էական չի, բայց որ ասենք 1 միլիոն սուտ կլինի, որ ասենք 50,000 էլի սուտ կլինի, որը սահմանափակում են մեր տարածքները։ Մենք պահանջատեր ենք մեծ հայքի, փոքր հայքի, Ատրպատականի, մենք պահանջատեր ենք Կիլիկիայի եւ կենտրոնական մասերը։ Էլ չեմ ասում այն պետությունները, որտեղ հայեր են ապրել։ Մեծ մասամբ թագավորներից հետ սկսած հայեր են եղել, որ այս պարբերաբար ներկայացնում եմ։ Դրա համար բոլորիդ խնդրում եմ իմ հետ միասին կրկնեք այս աղոթքը եւ ուղարկենք առ երկինք։ Մեկը չմոռանամ ձեզ ասել, որ այսօր երեկոյան 22:00-ին, հեսա լինքը տակը կգցեմ, 3 չէի գցե։ Մեր եթերում է on-line Telegram-ի եթերում ազգասերների Արտակ Սարգսյանը կուսակցության բացումից հետո շատ հարցեր կան, որ պետք է տան։ Խնդրում եմ, ովքեր կցանկանան մտնել, ես էլի չասեմ շատ չոր, ոնց որ ինձ ասում են որոշ կուսակցության ղեկավարներ, որ գալիս են ընկնում են ոտներս, արտաքին խնդրում են միանան, ասում եմ չէ։ Այո, ես շատ չոր, գեստապոյի նման ստուգում եմ բոլորին։ Չլինի ցանկացած քաղաքացի առանց անուն ազգանուն մտնի կամ անուն ու առանց իր նկարի, ոչ թե մուլտիկի նկար։ Միանգամից բլոկվում է։ Իսկ երեկվա ասածս հայրգելի հետևորդներ, խնդրում եմ ձեր ականջները ջրով լվացեք, ջեմով մի լվացեք։ Ես ասեցի էջից հեռացվել է այն մարդը, ով որ Էջմիածնին ասեց Էշմիածին այն ելույթի ժամանակ։ Ոչ թե ես եմ դա ասում, խնդրում եմ ականջները ջրով լվացեք, ջեմով լվանալուց Պավիդլոյա չորանումա փակվում է։ Եվ բերեք միասին աղոթենք, առ երկինք ուղարկենք մեր բարեմաղթանքը, որ իրականանա, որովհետև ով հայ է, նա ուրեմն Աստծո մասնիկ ունի մեջը։ Աստված դա հոգևոր արժեք է, Աստված դա նյութական արժեք չի, ով նյութին ա գնում նա ջհուդ է։ Ով հոգևոր է նա հայ է, իսկ հայը պատասխանատու պետք է լինի ամեն ինչի համար։ Հայ լինելը պատասխանատվություն է։
ջհուդ լինելը չէ։ Եվ դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, որովհետև նրանք շատ այլանդակ են, տամարդի են, սողուն են, հազար երեսանի եւ ետևից տանակով խփող։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Վանում, Մուշում, Անգորայում, Կիլիկիայում, Կարինում, Սասունում, Բաբերդում և Պոլսում։ Ամեն։